Բարի երեկո, երկրի հարցն է Երկիր մեդիայի եթերում։ Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ նյութական խոստումներով քարոզարշավը սկսած Գագիկ Ծառուկյանը խախտում է ընտրական օրենսգիրքը, Ծառուկյան դաշինքը զգուշացվել է ապագայում նման խախտումներ թույլ չտալու հարցով։ Այսօր եւս մեկ ուշագրավ միջադեպ է արձանագրվել Արմավիրում, Գագիկ Ծառուկյանը փոխել է հավաքի տեղը, քանի որ մոտակայքում կախված էին ՀՀԿ-ի քարոզչական պաստառներ։ Երկրի հարցի տաղավարում այսօր հյուրընկալել եմ Ծառուկյան դաշինքի անդամ ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին։ Տիգրան Ուրիխանյանը ծնվել է 1979 թվականին Երևանում, սովորել է Բրյուսովի անվան լեզվագիտական, Երևանի կառավարման եւ կրթության զարգացման, Երևանի միջազգային հարաբերությունների համալսարաններում։ 2000 թվականին հիմնադրել է Հայաստանի առաջադիմական կուսակցությունը, 2007-2009 թվականներին եղել դրա վարչության նախագահ։ 2012-ից ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ է, 2015-ից Ալյանս կուսակցության նախագահն է։ Բարի երեկո, պարոն Ուրիխանյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ ես։ Եվ այսպես կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությունն արդեն կա, դուք որևէ մեկնաբանություն ունեք դաշինքի անունից։ Անկեղծ ասած, ես հիմա կարող եմ միայն իմ հանձնական դիտարկումը ձեզ հայտնել, որը վստահ եմ կկիսեն ինձ հետ մեր քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը։ Դա ծիծաղ է առաջացնում։ Ես ձեր տաղավար ժամանել եմ ուղիղ Ստեփանավանի գյուղերից քարոզչություն իրականացնելուց հետո եւ ցավոք սրտի չեմ հետեւել հասկանալի պատճառներով համապատասխան հայտարարություններին, հակառակ պարագայում կփորձկայի եւ կարձագանքի անշուշտ։ Դա ծիծաղ է առաջացնում ինձ մոտ։ Եթե այն ամենը, ինչ խոստացվում է ընտրողներին, որի արդյունքում մարդիկ պիտի այո շահեն նյութապես, շահեն բարոյապես, շահեն իրավական հարթության մեջ, շահեն անելանելիության զգացումից դուրս գալով կարող է դիտարկվել որպես նախընտրական խոստում, այս համատարած ուրեմն կաշառքային ցուցակագրման process-ի ընթացքում, process-ի համատեքստում մեր մրցակիցների կողմից, եթե նման բան կարող է ասվել։ Պարոն Ուրիխանյան, տեսեք, մեղադրանքը շատ հստակ է, ասում են ընտրական օրենսգրքով արգելվում է մատուցել եւ խոստանալ ծառայություններ ընտրարշավի ընթացքում, հատկապես Տավուշի մարզում Ծառուկյանի կամ տված խոստումների մասին էր խոսքը գյուղտեխնիկա, գազի անցկացում, գազիֆիկացում եւ այլն։ Սա է խնդիրը, ոչ թե ընտրություններից հետո։ Եվ այսօր Գագիկ Ծառուկյանը կարծես ասել է ընտրություններից հետո Արմավիրի գյուղերից մեկում հանդիպման ժամանակ ասել է ես ձեր գյուղին խոսք եմ տալիս այս տեխնիկան տրամադրել, բայց ընտրություններից հետո։ Այսինքն ԿՀ-ն պահանջում է ընտրության ընթացքում, նախընտրական քարոզության ընթացքում ոչինչ չտալ։ Ուրեմն տեսեք, թեման փակում ենք շատ կարճ։ Հետևյալ կերպ, Գագիկ Ծառուկյանն ինչ արել է ի տարբերություն մյուսների, ընտրությունից ընտրություն ընկած տարիների եւ ահռելի ժամանակահատվածի ընթացքում, եթե որևէ մեկի համար սա պարզ ճշմարտություն չէ, ապա հասկանալի է, որ պարզապես նպատակ ունեն կարճելու, նպատակ ունեն հերթական ազդեցությունը գործադրելու, նպատակ ունեն հերթական անգամ բռնվելու ինչ որ անտեսանելի կարծես թե երևույթներից, որպեսզի փորձեն պղտորել ընտրողների հետ ջինջ ու ամբից հարաբերակցությունը Գագիկ Ծառուկյանի կամ իր թիմի մեր դաշինքի ներկայացուցիչների այս ընթացքում ում համար ակնհայտ չէ որ ինչ արվել է բացարձակապես ընտրությունների հետ կապ չունենալով 2 տարի մարդը քաղաքականության հետ առնչություն չուներ անում էր աճ անում էր ձախ դնում էր իր անձը կարիքավոր ընչազուրկ քաղաքացու տեղը ընկալում էր տեսնում էր ընչազուրկ մարդու տեսադաշտից պրիզմայից բոլոր անհրաժեշտությունները ձեռք էր մեկնում, այդ ժամանակ ոչ ոք չէր խոսում։ Ակնհայտ է, որ շարունակելու է անել այո ընտրություններից հետո, եւ երբ խոսում է մարդու գործունեության մասին քարոզարշավի ընթացքում, դա հանկարծ դառնում է խախտումները թող փնտրեն համատարած իրենց կողմից իրականացվող ճնշումների մեջ, խախտումները թող փնտրեն կրկնում եմ ընտրած ցուցակների ավելի ճիշտ ընտրակաշառքային ցուցակների մեջ խախտումները թող փնտրեն գիտեք որտեղ այսօր քարոզարշավի գյուղապետերը անձամբ շրջում էին այսինքն շրջում էին կարուսելի պես պտույտ էին տալիս մեր հավաքատեղիների շուրջը որ ցուցակագրեն թե ով էր եկել դաշինքի ներկայացուցչի հետ հանդիպման որպեսզի հետո պատժամիջոցներ սանկցիաներ կիրառեն մարդու նկատմամբ սա ծիծաղ է առաջացնում ինձ մոտ անկեղծ ասած վստահ եմ ծիծաղ է առաջացնում նաև այն տասնյակ հազարավոր քաղաքացիների մոտ, ովքեր բացարձակապես ընտրությունների հետ կապ չունենալով միշտ օգտվել են եւ Ծառուկյան հիմնադրամի օժանդակությունից եւ այն
գործունեությունից, որը անշուշտ նաև պետական մեր գործունեությունը պիտի բխի ավելի ճիշտ հանգեցնի քաղաքացիների եւ նյութական հատուցման, այո, եւ եթե խոստում է տրվում, կներեք, եթե խոստում է տրվում նվազագույն աշխատավարձը, հետեւաբար նպաստները, կենսաթոշակները եւ այլն, բարձրացնել 25000 դրամով, սա եւս նյութական խոստում է եւ եւս վերաբերում է հետընտրական պրոցեսին։ Ժամանակը քիչ է, շատ կարևոր հարցեր է, պիտի անդրադառնանք։ Խորհրդանու վերջերս դուք ասացիք այս թեմայի շուրջ հետեւյալը։ Ինչ կասեք այն մասին, որ տասնյակ հազարներով տեղահանում է տեղի ունենում հատուկ վայրեր, հավանաբար հատուկ հատուցմամբ, քվեարկություն իրականացնելու համար։ Էլ չեմ խոսում ընտրակաշառքների մասին, էլ չասեմ վեցանիշ եւ ավելի թվերով ընտրակաշառքների մասին, էլ չեմ խոսում տարբեր հիմնարկներում մահու սարսափի եւ ընտրողի վրա ազդեցության լծակների մասին։ Տիգրան Ուրիխանյան։ Պարոն Ուրիխանյան, ընտրակաշառքի բաժանումը վերագրվում է ոչ միայն իշխող կուսակցությանը, Ծառուկյան դաշինքին էլ է վերագրվում ընտրակաշառքների բաժանում։ Այնինչ դուք ասում եք, ոչ թե վերագրվում է, այլ հատուկ տարածվում է։ Ներգործությամբ ժողովրդական բանահյուսության մեթոդներով մարդկանց գիտակցության մեջ։ Ում կողմից է տարածվում իշխանության։ Մրցակիցների ու հակառակորդների։ Ուրեմն ընտրությունով պատասխանել, ուրեմն ընտրակաշառք բաժանելու կարիք ունեն նրանք, ովքեր չունեն վարկանիշ, ովքեր գնում են խորհրդարան կամ կառավարություն ոչ թե աշխատելու, այլ տեղում քվեարկելու սեփական շահի օգտին։ Նրանք, ովքեր ոչ թե իրականացնում են պետական պաշտոնյայի կամ գործչի գործառույթներ, այլ զբաղված են բացարձակապես միմիայն սեփական անձի, ընտանիքի, թիմի, կլանի, քավոր-սանիքային փոխկապակցվածությամբ, շրջապատի բարեկեցությամբ։ Ու սա պարզ ճշմարտություն է։ Գիտեք ինչ կա, առանց այն էլ ահու սարսուռը, այո, ահու սարսափը, այն մեղմ ասած ներգործության, ազդեցության, ուրեմն ծավալները, որոնք որ կան դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ, միանշանակ կենթադրեին, կերաշխավորեին տեղում ձերբակալություն այն մարդու, ով որ թույլ կտա իրեն ընտրակաշառք։ Անուշան, տեսեք, շատերը ասում են, չեղած բանի պատճառով են ընկնում մեր ներկայացուցիչների հետևից։ Տեսեք, ասում են մարդու կներեք, դուք ինձ ուզում եք համոզել, որ իշխանությունը ընտրակաշառքի դեպք արձանագրեց, այն էլ մեր ներկայացուցիչների կողմից ու տեղում չձերբակալեց, ես անցած օրը մի օրինակ բերեցի։ Գիտեք ինչ, նման բան գտնեին, ահա բեկչական ակտի հատկանիշներով մեղադրանք կներկայացնեին։ Մարտի 8-ին 3 մոտ 300,000 ծաղիկ է բաժանվել Ծառուկյան դաշինքյանից, շատերը սա որպես ընտրակաշառքի մեղմ տարբերակ են որակում։ Այսինքն ոչ թե Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է բաժանել, ինչպես ավանդաբար եղել է նախորդ տարիներին, այլ Ծառուկյան դաշինքը, որը նախընտրական միավոր է։ Եվ եթե կադրերն էլ տեսել եք Հանրապետության հրապարակում, կանայք պարզապես բզկտում էին իրար մեկ հատ ծաղիկ ստանալու համար, սա շատ ճնշող տպավորություն էր թողնում։ Տպավորություն է ստեղծվում, որ ձեր հարցաշարը թելադրվել է մրցակցային վերաբերմունք, կոռեկտ եմ ձևակերպում միտքս, մրցակցային վերաբերմունք մեր հանդեպ տածող որևէ մի տիրույթից։ Մշտապես այդ գործողությունները իրականացվել են Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի կողմից։ Եվ դա հայտարարվել է նաև այս ակցիայի ընթացքում։ Թե մյուս մեր գործընկեր ու մասնակից կուսակցությունները իդեպ ինչ ձևով են դա արել, նույն մարտի 8-ին, ընդ որում զազրելի բան կներեք չկա, կանանց եւս մեկ անգամ ուշադրություն դարձնել։ Ոչ ոք այդպիսի որակում չի տվել։ Այ թե մյուս մեր գործընկերներն ինչ են արել, մյուս ուժերը, մյուս կուսակցությունները, ես հիմա կոռեկտաբար չեմ անդրադառնում։ Լավ, ձեր մի քանի ներկայացուցիչներ դաշինքի, օրինակ ասեք Խաչիկ Մանուկյանը, այսպեսի մի բան ասաց, ՀՀԿ-ում տեղ չկար, դրա համար ես ԲՀԿ-ում եմ այս անգամ, կամ Վարդան Ղուկասյանը, որը նախկին ՀՀԿ-ական է, այս մարդիկ Ծառուկյան դաշինքի վարկանիշը ավելացնում են, ինչ են բերում նրանք ձեր դաշինք։ Մեկ անգամ առիթ ունեցել եմ անդրադառնալու այդ հարցին։ Դաշինքում կարող են լինել տարբեր մարդիկ։ Դաշինքում կարող են լինել մարդիկ, ում լրագրողի ուղղած հարցը կարող է լինել անհասկանալի։ Դաշինքում կարող են լինել մարդիկ, ում լրագրողի ուղղած հարցը կարող է թվալ անմեղ, կարող են ենթարկվել սադրանքների։ Դաշինքում կարող են լինել մարդիկ, ովքեր կարող են արտահայտվել ոչ այնպես, ինչպես ցանկանում էին, կամ ոչ այնպես, ինչպես պահն է թելադրում, եւ այլն։ Դաշինքում կարող են լինել տարբեր մտածողության, աշխարհայացքի, ընդ որում նույնիսկ քաղաքական
դրսևորումների առումով պարբերականություն ունեցող եւ տարբերություններ ունեցող դրսևորումների իմաստով մարդիկ, բայց բոլորի համար պարզ է մեկ բան. յուրաքանչյուրը պարտավոր է եւ այդպես էլ լինելու է ընդունել դաշինքի կողմից առաջ քաշված խաղի կանոնները։ Եթե դաշինքի միջոցով մարդիկ գալիս են պետական կառավարման համակարգ, նրանք պարտավոր են բացառապես իրականացնել օրենքով սահմանված գործառույթներ, թաթները չմտցնել պետական գանձարանի մեջ, ծառայել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Հայաստանի Հանրապետության առաջընթացին ու զարգացմանը եւ ապահովել այն այլընտրանքային, ընդդիմադիր քաղաքական կուրսը, որը իրականացնում ենք մենք։ Եվ վստահ եմ բոլորը հասկանում են, որ սրա երաշխիքը անձամբ դաշինքի առաջնորդն է, ինչպես նաեւ մի շարք մարդիկ, ովքեր առիթ ունեցել են դրսևորվելու որպես սկզբունքային, անփոփոխ, կայուն եւ պետության համար պիտանի մարդիկ։ Պարոն Օրիխանյան, տեսեք։ Ուստի ես առաջարկում եմ որևէ մեկին չկարճել ինչ որ մի պահ մարդու ասած ինչ որ մի բառից, ասեց, հետո շտկեց։ Գիտեք ինչ կա, մի հատ նայեք մրցակիցներին, մի հատ տեսեք ինչ են ասում, ինչ են անում, Ես մրցակիցների յուրաքանչյուրին ուղղում եմ իրենց համար անհարմար եւ ինչպես են չոքերի վրա կանգնացնում Հայաստանի քաղաքացիներին։ Պարոն Օրիխանյան, ինչպես բոլորը կներեք ամփոփում եմ, բոլորը ովքեր մեր դաշինքում լինելու են եւ կան, նրանք պարտավորվում են ընդունել այդ պարզ կանոնը։ Ծնգաչոք վիճակից քաղաքացուն բարձրացնել, թե ինչ կասեն, սա արդեն երկրորդական է։ Այն մեղադրանքը, որը հնչեցրիք իմ հասցեին, որ մրցակից ուժի կողմից է թելադրված հարցաշարը, գրեթե ասացի տպավորություն է ստեղծում։ Տպավորություն է ամեն դեպքում, գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները այստեղ մոտավորապես նույն բանն են ասում, ինչը ենթադրում է, որ նորմալ լրագրողական աշխատանք ենք տանում, որովհետև ցանկացած քաղաքական ուժի ընդդիմախոսելը լրագրողի գործն է։ Մինչ այդ շարունակեմ այս հարցաշարի հերթական հարցը տալ։ Տեսեք, ձեր 15 կետերը ոմանք անվանեցին պոպուլիստական։ Անգամ այս տաղավարում դերևս միակ բանավեճը կազմակերպեցին Աշոտ Եղիազարյան, Միքայել Մելքումյան։ Կարող է տպավորություն է, որ պետական կառավարման գալով, իշխանության գալով կամ միանձնյա ստանձնելով իշխանությունը դուք վերանայեք այս 15 կետերը, որովհետև հասկանաք, որ դրանց մի մասը օրինակ իրատեսական չէ։ Պատմեմ ձեզ, ինչ որ տեսել եմ 2 օր առաջ մի սահմանամերձ գյուղում։ Արդեն առիթ ունեցել եմ դրա մասին խոսելու, ավելի նոր չի հերթական անգամ նշել։ Ուրեմն մոտեցավ մի քաղաքացի, տարեց առնվազն միջինից բարձր տարիքի, 2 աչք չունեցող, ձեռքի կեսը չունեցող, պատերազմի մասնակից, զինագործ, սահմանամերձ գյուղում ապրող, կրակոցների տակ ապրող։ Քարոզարշավ էինք անում, ասում էին մի քիչ էս կողմ կկանգնեք, կրակում են։ Ուրեմն գիտեք ինչ ասաց այդ մարդը։ Նա ոչ թե առողջարանային բուժում էր ակնկալում, նա ոչ թե վերականգնողական թերապիա էր ակնկալում, նա ոչ թե ակնկալում էր այն ամենը, ինչ զարգացած երկրներում նման կարգավիճակի մարդիկ կակնկալեն, հատուկ ուշադրություն, վերաբերմունք եւ այլն, արտոնություններ, սոցիալական ապահովվածություն եւ այլն։ Նա պատմում էր, որ գազի խողովակաշարը անցնում է տան առջևով, 2 մետրի գումար չունի, որպեսզի անցկացնի տուն մատնի։ 2017 թվականին Հայաստանի Հանրապետությունում պատերազմի մասնակից հաշմանդամ 2 աչք չունեցող մարդը գազի խողովակաշարի խնդիր ունի սահմանամերձ գյուղում։ Հիմա դուք ասում եք, որ մարդկանց արտոնություններ տրամադրելը, նպաստ թոշակ բարձրացնելը, ուրեմն գազի գին իջեցնելը, առողջապահության ոլորտում սերտիֆիկացումը, գյուղացիական տնտեսությունների համար ոռոգման ջրի մատչելիությունը անիրատեսական է։ Դա ասում են ձեր ընդդիմախոսները, ես չեմ ասում։ Իհարկե կասեն։ Ես անշուշտ տնտեսագետ չեմ, բայց ամենապարզ հաշվարկներով տեսնում եմ, թե ինչպիսի ահռելի միջոցներ են պետական բյուջեում շրջանառվում։ Առնվազն ինքս ձեր խոնարհ ծառան առիթ եմ ունեցել 5 տարիների ընթացքում խորհրդարանում մատնանշել յուրաքանչյուր դեպք, որով փոշիացվում են պետական միջոցները, յուրացվում են պետական միջոցները, գողացվում են պետական միջոցները, անարդյունավետ ծախսվում են առնվազն։ Ես չեմ խոսում մեր առաջարկների մասին, որոնք բացարձակապես հիմնավորված են եւ տնտեսագետների մեր բլոկը փայլուն ներկայացնում է այդ հիմնավորումը։ Ես խոսում եմ պարզապես նրա մասին, ինչ մակերեսի վրա երևում է։ Ուրեմն օդային ավազանի մոնիտորինգի համար 255 միլիոն
գումար էր տրամադրված բյուջեի նախագծով, ես դες հարցնում եմ, արդյոք հնարավոր չէր դրանով արտոնություններ տրամադրել գյուղացիական տնտեսություններին կամ հաշմանդամներին գազի խողովակ, կամ դեղի կարիք ունեցող մարդկանց դեղ, կամ օնկոլոգիական հիվանդներին անապահ վիրահատության հնարավորություն։ Ես դες հարց եմ տալի պետ բյուջեի ելույթներիցս մեկն եմ էլի բերում, պետ բյուջեով պետական վարչական ապարատի պահպանման ծախսերի ամբողջ ահռելի սյունակում, որտեղ նշված էր ամեն ինչ արարողակարգային ծախսերից սկսած, ներեցեք գրիչով, թուղթով, ծառայողականներով եւ այլնով, այդ թվում օբյեկտիվ ծախսերով։ Վերջում էլ մի հոդված տեսա 10 միլիարդ 800 միլիոն այլ ծախսեր։ Ես ձեզ հարց եմ տալի, արտակարգ տնտեսման ռեժիմը ով է հնարել ճգնաժամային վիճակում գտնվող պետությունների համար։ Եվ վերջապես 2000 թվականների վերջում Վրաստանը արձանագրեց տնտեսական կտրուկ առաջընթաց, ինչի հաշվին, որ ազատեց փոքր ու միջին ձեռներեցներին, փոքր ու միջին ձեռնարկատերերին հարկերից որոշակի ժամկետով, որոշակի շրջանառության շեմը մինչև տալով հնարավորություն, որպեսզի մարդիկ, դա մեր ծրագրային դրույթներից մեկն է, տալով հնարավորություն, որպեսզի մարդիկ լրացնեն գոնե ինքնազբաղվածների դաշտը, այն դեպքում, երբ պետությունը չի տրամադրում մարդուն աշխատանքի հնարավորություն, որպեսզի չկռանան եւ չոչնչանան հարկերի, տուրքերի, չափազանց չարդարացված, ոչ օպտիմալ վարկերի, վարչարության եւ այլ խնդիրների տակ։ Այս առաջարկը իրատեսական չէ։ Մեր հարևաններն են դա արել ընդամենը տարիներ առաջ։ Պարոն Ուրիխյան, վարչապետի ձեր տեխնացուն ով է։ Եթե որևէ բան ակնհայտ չէ, ես կարծում եմ ակնհայտ է, ապա պատասխանը պիտի լինի հետևյալը. նա, ում մարդիկ ցանկանում են։ Իսկ ով է արձանագրել այսօր շարքային քաղաքացու, ընդ որում այդպիսիք են իմ խորը համոզմամբ գրեթե 90%-ը մեր բնակչության, շարքային քաղաքացու խնդիրների, խնդիրների, ստրեսների մեջ ապրող քաղաքացու կյանքի որակի բարձրացման իմաստով ով է վայելում այդ իսկ քաղաքացիների համակրանքը այդ փոփոխություններն իրականացնելու հնարավորության իմաստով։ Արձանագրել որ Գագիկ Ծառուկյանն է, վարչապետի տեխնացուն։ Վերջին շրջանում աստիճանաբար իրականությանն են մոտենում այն կանխատեսումները, սոցիոլոգիական հարցումները, գնահատականները, adekvati մոտեցող գնահատականները, ինչն ինձ ուրախացնում է, ինչն ինձ ոգևորում է, այդ թվում նաև նկատի ունեմ վերջին սոցիոլոգիական հարցումների հրապարակումը։ Վերջին 2 որոշակի տատանումներով հանդերձ իհարկե, բայց արդեն ճշմարտությանը սկսում ենք մոտենալ։ Պարոն Ուրիխյան, տեսեք, այս պահին երկու սոցհարցումներով եւ Գելափի եւ Համառուսաստանյան սոցիոլոգիական ընկերության հարցումների տվյալներով առաջատարը դուք եք ձեզ փոքր-ինչ տարբերությամբ հաջորդում է ՀՀԿ-ն։ Եթե այդպիսի սցենար իրականանա եւ առաջին եւ երկրորդ տեղերը համապատասխանաբար բաշխվեն ձեր միջև, դուք կկազմեք կոալիցիա ՀՀԿ-ի հետ։ Եթե մենք առաջի տեղը զբաղեցնելուց հետո թողնենք այնպիսի տոկոսներ քաղաքական մեծամասնությանը մեր մյուս ընդդիմադիր գործընկերների հետ մեկտեղ, որ նրանք հավակնեն կոալիցիա մտնելուն, մենք կքննարկենք։ Եթե մեզ ներկայացնեն լավ կադրեր, եթե խոստովանեն ու երաշխավորեն, որ ենթարկվելու են մեր քաղաքական կուրսին, եթե ընդունելու են մեր ծրագիրը, եթե դեմքով շրջվելու են դեպի քաղաքացին, եթե պատժելու են մեղավորներին, եւ եթե այդ բոլոր եթեների պատասխանները կտրվեն իրատեսականության մեջ, մեզ համար պրագմատիզմի իմաստով շոշափելիորեն, ապա մենք կքննարկենք նրանց կառավարման համակարգ թողնելու կամ չթողնելու հարցը։ Կա մի ուժ, որի հետ այս պահին դուք բացառում եք նույն կոալիցիայում գտնվելը։ Ըստ էության իմ պատասխանը դա էլ նշանակում էր։ Բացի ՀՀԿ-ից համատեղ կառավարում այս քաղաքական կուրսը իրականացնողների հետ պարզապես արդյունավետ չի։ Պարզապես արդյունավետ չի։ Ես այն գործիչը չեմ, ներեցեք այն գործիչը չեմ, որը հայհոյում է կամ լցված է նեգատիվով, պարզապես հենց այնպես ամեն ինչի պրոյեկցիան ես վերցնում եմ եւ արտաբերում եմ Հայաստանում սոցիալական, տնտեսական, իրավական ու քաղաքական վիճակից։ Դա նաեւ ձեր կոալիցիոն փորձն է հուշում, պարոն Ուրիխյան։ Ես կոալիցիաներում չեմ եղել երբեք։ Նկատի ունեմ ձեր քաղաքական ուժի, այսինքն Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 2007-12 թվականներին հանրապետական։ Ես ներկայացնում եմ Ալյանս կուսակցությունը, որը Ծառուկյան դաշինքի անդամ է։ Հասկանալի է,
բայց խոսքը Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական հիմքի դուք վրա ունենաք հնարավորություն Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչներին դիմելու, բայց ասեմ ձեզ անշուշտ, չեմ շրջանցում հարցը, այնինչ գիտեմ։ Հենց Գագիկ Ծառուկյանը ինքը անձամբ հայտարարեց 2012 թվականին, երբ կային հիանալի նախադրյալներ համատեղ կառավարման մեջ մտնելու կոալիցիա կազմելու, որ չի մտնելու այդ պատասխանատվության տակ, որ չի գնալու հանրապետականի հետ համատեղ կառավարման, որովհետև այո, նախկինում ունեցած փորձը ցույց է տալիս, որ իրականացնում են քաղաքական կուրսը իրենք, կոալիցիոն գործընկերներին ստիպում են ենթարկվել կամ պարզապես չեն տալիս որևէ հնարավորություն ուրույն քաղաքականություն իրականացնելու եւ դրա արդյունքը քաղաքացու համար տեսանելի չէ։ Մտնել պարզապես հալան-թալանի, ապօրինության, անարդյունավետության, խնդիրների, ճգնաժամի սրացման, տնտեսական անկման տեմպերի պատասխանատվության տակ իհարկե ցանկություն չկա։ Սա Հայտնովա գյուղի դեպքի դանակահարությունը շարունակում եք պնդել, որ քաղաքական հողի վրա եւ հետեւողական եք այս գործի բացահայտման հարցում։ Ես այն մարդկանցից չեմ, ով պնդում է ինչ-որ մի բան պարզապես ցանկություններից բխելով։ Ամեն մի երևույթ ունի պարզ տրամաբանություն։ Մեր սակավաթիվ բնակչությամբ երկրում որևէ բան թաքցնել հնարավոր չէ։ Հավատացեք, մինչև մենք ձեզ հետ ինչ-որ մի բան կվերլուծենք, ինչ-որ մի բան մարդկանց կներկայացնենք, շարքային քաղաքացիները շատ լավ ամեն ինչ հասկանում են եւ ամեն ինչ տեսնում են։ Որևէ երևույթ, որ տեղի է ունենում է նախադրյալներ, ունենում է հետևանքներ։ Քաղաքական հողի վրա է արդյունքը։ Տարօրինակ կերպով յուրահատուկ ձևով ընկալվող, բայց այդուհանդերձ խելացի քաղաքական գործիչ կար, անշուշտ ձեզ հայտնի Վլադիմիր Իլիչ Ուլյանով Լենինը ասում էր, եթե որևէ բան տեղի է ունենում, պատասխան ստանալու համար փնտրեք ում է դա ձեռնտու։ Պարոն Ուրիխանյան, այս գումարման խորհրդարանում ձեր խմբակցությունում եւս կային падգամավորներ, որոնք որևէ հարց եւ որևէ ելույթ չեն ունեցել։ Այո։ Նրանք լինելու են նաեւ ապագա խորհրդարանում։ Դուք տեսնում եք, որ Ծառուկյան դաշինքի ցուցակը այդ իմաստով ԲՀԿ-ի համամասնությամբ 90%-ով փոփոխված է։ Այսինքն արվել են հետևություններ գործող խորհրդարանում ձեր ներկայացուցիչների, Բարգավաճ Հայաստանի խմբակցության ներկայացուցիչների մասով եւ արդյունավետությունը բարձրացնելու համար է, որ փոխվել են։ Ես իրավասու եմ խոսելու Ծառուկյան դաշինքից։ Այնտեղ, որտեղ կա դրված Ծառուկյան դաշինքի խաղի կանոնը եւ օրենքը, իսկ դա դուք տեսել եք նույնիսկ ակտիվությամբ աչքի չընկնող падգամավորների մասնակցությամբ անցած տարիների ընթացքում, մինչ Ծառուկյանի քաղաքականությունից դուրս գալ է իհարկե, յուրաքանչյուրի գործողություն, իսկ падգամավորի գործողությունն արտահայտվում է քվեարկություններով նախ եւ առաջ, դիրքորոշմամբ եւ այն ծրագրերով, այն օրենսդրական նախաձեռնություններով, որոնք մենք առաջ ենք քաշում։ Յուրաքանչյուրի գործողություն ուղղված եղել բացառապես հայաստանցու շահի սպասարկմանը, անկախ այդ падգամավորի ակտիվությունից։ Կարևորն այն էր, որ խմբակցությունն իր ներկայացվածությամբ կարողանում էր որոշ դեպքերում, չլինելով մեծամասնում, որոշ դեպքերում հարցեր առաջ տանել եւ լուծել։ Հիմա այնուամենայնիվ կա ահռելի փոփոխություն։ Պարոն Ուրիխանյան, մամուլը շատ է գրում Հովիկ Աբրահամյանի ստվերային դերակատարության մասին Ծառուկյան դաշինքում, կա այդպիսի բան։ Դուք հարցնում եք ինձ այնպիսի մի եւ ոչ մի շարք թեմաների շուրջ, որոնք ինձ հետ առնչություններ կարող են պիտի իմանաք լավագույնս։ Մեղմ ասած չունենալ։ Բա դաշինքի առաջնորդը Գագիկ Ծառուկյանը իր ազդեցությունը, իր քաղաքական կուրսը եւ իր թիմը մի կողմ դրած փնտրում են դաշինքի մեջ մասնակցություն չունեցող մարդկանց իրենց ազդեցությամբ։ Ես ձեզ ընդհանրապես հարցնում եմ։ Հիմա ես ձեզ վրա օրինակ թողնում եմ մարդու տպավորություն, ում վրա կարելի ազդեցություն թողնել, այն էլ ստվերային։ Բացառեցինք, լավ։ Ձեր դաշինքի ներկայացուցիչ Մուշեղ Սաղաթելյանը ասում է ՀՀԿ-ն շատ պետք է խնդրի, որ 5% հավաքի ազգային ժողով մտնի։ Դուք համամիտ եք նրա հետ կամ ՀՀԿ-ին Ծառուկյան դաշինքը այսպիսի փոքր ցուցանիշներով է տեսնում։ Ձեր հիմնական մրցակիցն է ՀՀԿ-ն, այսպես ասած։ Անկեղծ ասած այդքան շատ 5%-ը նկատի ունեք։ Իրական վարկանիշը շատ ավելի ցածր է ձեզ։ Ես վարկանիշներ չափելով չեմ զբաղվում, բայց
Անշուշտ ապրում եմ միջին վիճակագրական հայաստանցու կյանքով, շփվում եմ մարդկանց հետ, շփվում եմ սովորաբար խնդիրներով ու խնդիրներով ապրող մարդկանց հետ, այն մարդկանց հետ, ում կենսակերպը այնպիսինը չէ, ինչպիսինը պիտի լիներ երկրում համապատասխան կառավարման արդյունքում, այդ կառավարումն իրականացնում է հանրապետականը, հետևաբար ասեմ, որ մեծ գոհունակություն կա, չէ, իրականությանը չի համապատասխանում։ Որքան էլ ձեզ դուր չի գալիս, դարձյալ մամուլի որոշ հաղորդումներ պիտի ներկայացնեմ եւ խնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Ես ձեր տաղավարում ոչ ասեցի, որ ինձ որևէ բան դուր չի գալիս։ Տեսեք, վերջին 1-2 օրում շատ է գրվում Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքի եւ Ծառուկյան դաշինքի հնարավոր միավորման շուրջ արդեն ընտրություններից հետո եւ խոսվում է անգամ այն մասին, որ հնարավոր է այս օրերին իրեն գիտակցելով, որ վարկանիշն այդքան էլ բարձր չի, հայտարարեն, որ ընտրություններից հետո ձեզ են միանալու։ Կա այդպիսի բան։ Ես չեմ ներկայացնում Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինք։ Ծառուկյան դաշինքում կան նման իրենց։ Մենք տրամադրվածություն մշտապես ասել ենք, բոլոր այն ժողովրդական ուժերը, ովքեր ընդունվում են հայաստանցիների կողմից, ովքեր իրապես սպասարկել են եւ սպասարկելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահը, եւ իհարկե ում գործելավոճը, գործելակերպը ու նպատակները մեր քաղաքական կուրսի տիրույթում են, անշուշտ կարող են մեզ հետ քննարկել համագործակցության ձևեր։ Այսինքն այս դաշինքը եթե ձեզ դիմի այս օրերի նման խնդրանքով, դուք չեք մերժի, կքննարկեք այդ դիմումը։ Ես դες տվեցի սպառիչ պատասխան առհասարակի վերաբերյալ, թե որքանով կհամապատասխանի այդ երկխոսությունը իմ ասածին, դա ինձանից կախված չէ։ Շատ լավ։ Պարոն Ուրխյան, տեսեք, դաշինքի մասին, քանի որ դաշինքն եք ներկայացնում, սկզբնապես մինչև դաշինքի ներկայացումը, համամասնական ցուցակի հրապարակումը, հուշագրի կնքումը, երբ Ծառուկյան հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին, խոսվում էր առավել լայն կոնսոլիդացիայի մասին։ Մենք իմացանք, որ մի շարք կուսակցություններ, այդ թվում 2 ավանդական կուսակցությունները բանակցում են, երկուսն էլ չընդգրկվեցին։ Ի վերջո, ինչու առավել նեղ կոնսոլիդացիա ստացվեց։ Սկզբնապես կարծես առավել լայնի մասին էր խոսվում։ Դաշինքում ներկայացված անհատների քաղաքական մտքի առաջարկների, տնտեսական ու սոցիալական հեղափոխական դրույթների, կարողության, պոտենցիալի, որտեղ բարի ցանկությունը մեկ այլ բան է, ռեալ կարողությունը այլ բան է, համադրությունը մեղմ ասած գեր չափազանց լայն կոնսոլիդացիայի պոտենցիալ ունի։ Հետևաբար ո՞րն է կարևոր ձեր հարցին հարցով պատասխանեմ կամ ավելի ճիշտ փորձեմ հեռուստադիտողին բավարարել ձեր հարցադրման իմաստով։ Ո՞րն է կարևոր քաղաքացու համար։ Թե ինչ կարգավիճակի եւ քանի ստորագրություն դրած կլինի որևէ փաստաթղթի տակ քաղաքական տվյալ միավորը ստեղծող, թե որքանով է այդ քաղաքական միավորի գործունեությունը քաղաքացու համար նպաստավոր, որքան է այդտեղ ազնվությունը, որքանով է այդ ազնվությունը իրագործվելու, ավելի ճիշտ այդ ազնվության ճանապարհով իրագործվելու այդ նպատակները եւ վերջապես ռեալ ինչ են մարդիկ իրենցից ներկայացնում։ Եթե նույնիսկ իշխանական բոլոր ցուցանիշները խոսում են Ծառուկյան դաշինքի առաջատարության մասին, ուրեմն կներեք, խոսել ոչ կոնսոլիդացված վիճակի մասին մեղմ ասած տեղին չէ։ Շատ լավ, ավարտում ենք, խնդրեմ շատ կարճ։ 2012 թվականին Բարգավաճ Հայաստան կուսակցությունը երկրորդ տեղը զբաղեցնելով ընտրություններում իրեն այլընտրանք հռչակեց, ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն։ Այս դեպքում այս խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հնարավոր է նման վիճակ լինի։ Հնարավոր է լինի ինչ իմաստով եք հարցը։ Երբ դուք դարձյալ ձեզ այլընտրանք հասկացա հարցը։ Նախ կրկնում եմ, ես Բարգավաճ Հայաստանը չեմ ներկայացնում։ Դաշինքի մասին է խոսքը։ Քաղաքական իրադարձությունների արդյունքում մենք տրանսֆորմացրեցինք մեր մասնակցության ձևը, բայց այո, ես ներկայացնում եմ դաշինքը։ Ուրեմն ձեզ ներկայացվել է եւ հանրությանը ներկայացվել է եւ մեր 15 կետանոց առաջարկների կամ անհապաղ իրագործման ենթակա քայլերի ցանկը ներկայացվել է ողջ ծրագիրը։ Դրանք հակադարձող, տարբերվող, ոչ իշխանական, ընդդիմադիր գործողություններ են, այսպես ասեմ, եւ պահանջում են այլ տարբերվող, կուզեք այլընտրանքային ասեք, կուզեք ընդդիմադիր ասեք, քաղաքական կուրս եւ պետական կառավարում։ Ուստի մենք անելու ենք դա։ Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ընչազրկությունից ծնգաճոկ վիճակից պետք է հանել, ոտքի կանգնեցնել, տալ պայմաններ ու հնարավորություններ ապրելու, աշխատելու, ստեղծարարելու, լիարժեք կամ գոնե արժանապատիվ կերպով հատուցվելու, ուրեմն համարեք դա ուզում եք ընդդիմադիր,
ուզում եք համարեք, չգիտեմ, որևէ այլ Դուք տերմին։ պիտի համարեք, դուք պիտի ինքներդ ձեզ անվանեք, որ մենք էլ Դուք հարցը տալիս եք այն падգամավորին, որը 5 տարի շարունակ Ազգային ժողովում քվեարկել է դեմ պետական բյուջեների նախագծերին, քվեարկել է դեմ դրանց կատարողականներին, վեր հանել է 1000 ու մի պրոբլեմ ամեն օր ունենալով կոնֆլիկտ, առճակատում, խնդիր, բախում, ստրեսներ, ամեն մի ելույթիցս հետո պատվիրվել են ինտերնետում ու ֆեյսբուքներում հայհոյանքներ իմ ու ընտանիքիս վերաբերյալ։ Դուք խոսում եք հիմա մարդու հետ, ով բռնել է 1000 թաթ պետական գանձարանի մեջ մտած պետական կառավարիչների կողմից, ու դուք խոսում եք մի մարդու հետ, ով ազատության հրապարակից եկավ հասավ միջև քվեարկություններ ազգային ժողովում ու քվեարկեց դեմ եւ սահմանադրական հանրաքվեի փոփոխություններին, եւ ընտրակարգին, եւ հարկային օրենսգրքին եւ մնացած բոլոր աղմկահարույց եւ ուշագրավ նախաձեռնություն։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ հաջողություն ձեր դաշինքին առաջիկա ընտրություններում։ Երկրի արտի տաղավարում այսօր հյուրընկալել է Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ծառուկյան դաշինքի անդամ Տիգրան Ուրիխանյանին։ Մենք կհանդիպենք վաղը։ Հաջողություն։